Ես ասում եմ իմ դիրքորոշումը հայտնեցի արդեն այդ մասով։ Մի րոպե, մեկ վայրկյան էլի կներեք, հարգելի պաշտպան։ Հարգելի մեղադրյալ Վարդգրադ Սրբազան, դատարանը մեկ անգամ էլ է, եւս մեկ անգամ էլի ձեզ ցանկանում է ձեր ուշադրությունն հրավիրել այն հանգամանքի վրա, եթե դուք գտնում եք, որ փորձաքննություն է անհրաժեշտ կամ փորձաքննություն չկա կամ թերի է, բնականաբար ապացույցը հետազոտելուց անմիջապես հետո կամ եզրափակիչ ելույթներում դուք ձեր դիրքորոշումը հստակ կհայտնեք, եթե փորձաքննություն չկա, բնականաբար նաև ապացույցի թույլատրելիության հետ կապված ձեր դիրքորոշումը կարող եք հայտնել, բայց ոչ այս փուլում, հարգելիս, ոչ այս փուլում։ Կներեք, ես ուղղակի այս ամբողջ նախ ուրախ եմ, որ բավարարեցի կամ որոշումը այդ ձևով կայացրեցիք, բայց առանցքային նշանակություն ունի այդ հարցը։ Ինչի հիման վրա են ապացույց մարդիկ ներկայացնելու։ Օրինակ, շենքեր գրավելու մասին, ահաբեկչական գործողության պլանավորման մասին, ասում են, չէ, ձեռագիր կա գրված, փորձաքննություն կա, եթե չկա, դուք կարող եք ինձ համոզել կամ որևէ մեկը, որ դա, ասենք, չի գրել Արայիկ, ինչ ազգանունը, Հարությունյանը։ Ոչ մեկ չի կարող դա, կներեք, որ այդ անուն եմ տալիս, բայց միցս այդպես եկավ։ Հետևաբար, արմատական խնդիրս, առանցքային հարցը դա, 6 ամիս շարունակ այս գործը գտնվում է մարդիկ կալանքի տակ, հիմա մյուս երեսնել կգան, պատվարժան դատարան։ 6 ամիս շարունակ մարդը խորհրդարանի ամբիոնից գլխավոր դատախազ հնչեցրել է, որ փորձաքննությամբ պիտի ենթարկվեն, թե ձեռագրաբանական եւ թե նաեւ տեսալսողական։ Չի եղել 6 ամիս շարունակ, բայց մարդիկ բանտերում, կալանքներում, տնից տեղից կտրված, զրկված, ինչի իման վրա։ Սա հարց է, բարոյական հարց է։ Երկրորդը, այն որ ասում են Գալստանյանի բնակարան եկել գնացել են, այս մարդ չկա, որ իր բնակարան չի եկել գնա, իրանք ինչեր են կողմ նստած։ Անկեղծ եմ ասում, հավատացեք սարկազմը չկա ասածից մեջ, այստեղ մարդ չկա, հələ դեռ մի 100 անգամ ավելի էլ դրսում երևի, որ իմ բնակարան չի եկել գնացել։ Ինչու են իրանք այնտեղ այդ դեպքում, ինչու են այս 18-ը։ Ով է որոշել, որ ասենք Իգոր Սարգսյանը խոսում է, հանկարծ Իգոր Սարգսյանի խոսքին կծվում է Իշխան Սաղաթելյան, որ այնտեղ չի։ Այդ ոնց եղավ ապացույց դա։ Ես ուզում եմ առանցքային խնդիրը լուծել։ Դուք լսել եք այդ։ Այո, լսել եմ։ Ես չեմ լսել, հարգելի։ Պատվարժան դատարանը դրա համար հրապարակավ, այստեղ պետք է հետազոտվի դա։ Հա չեմ ասում, ընդունում եմ, բայց մինչև այդ հետազոտումը հաստատված փորձաքննություն կա, որ սա ճիշտ է, 6 ամիս է եղանցել այս գործից, 6 ամիս։ Մի ամիս առաջ չի եղել, 15 օր առաջ չի եղել, 6 ամիս։ Խոստումը հնչել ազգային ժողովի ամբիոնից, գլխավոր դատախազի կողմից։ Եթե սրանք արժեքներ չեն, պատվարժան դատարան, հիմա վերդիկ տվեք գնանք։ Եթե սա արժեք չի, մեր պետության մեջ համակարգում, բա ի՞նչն է արժեք։ Այդ արժեքը դեռ են մարդկանց, որոնք շարունակաբար գնում են, խուզարկում են, մինչև այսօր տները խուզարկում են, նեղություն են տալիս, ինչի իման վրա։ Սա առանցքային հարց է, պատվարժան դատարան, քմահաճույքի հարց չի։ Ինձ նորից եմ կրկնում, կներեք պիտի կրկնեմ, ներողություն եմ խնդրում։ Ինձ մեղադրել է մարդը, քննչական կոմիտեի ղեկավար, իմ ձեռքով գրված ահաբեկչություն, պլանավորում եւ այլն եւ այլն։ Այդ պատճառով նաեւ քննչական կոմիտեն կանչել ինձ։ 6 ամիս է անցել։
մի անգամ չի եղել ձեռագրաբանական որևէ քննություն, պատվարժան դատարան, ինչպես է այդ մարդը անպատասխանատու հայտարարություն անում, սա առանցքային խնդիր է, այսօր ես եմ, շատ մեծ կապ ունի, Ես ընդհատեմ մեկ վարքյան Չմիջանատես խնդրում նստեք Ներողություն խնդրում, հավարտում եմ Ես նորից եմ առանցքային պատասխանատվության առումով մարդկանց կյանքերի վրա ազդեցություն ունենալու եթե դրանք չկա ես մնացածը չեմ էլ ընդունելու Համատեղ փորձում ենք խոսել դա ընդունելի չի էլի Ես լսեցի ձեզ բազմիցս մեկ վարքյան նստեք էլի Արգելի վարորդի մասնակիցներ կողմը եւ մեղադրանքի կողմը եւ պաշտպանական կողմը զրկված չեն ապացույցների ծավալի հետ կապված իրենց դիրքորոշումները հայտնելու եւ ապացույցներ ներկայացնելու խնդրեմ այն ծավալը որ դուք գտնում եք անհրաժեշտ կներկայացնեք ես համբերատար կլսեմ եւ մեղադրանքի կողմին եւ պաշտպանական կողմին այս պայդրությամբ մեղադրանքի կողմի դատարանը լսեց բայց դատարանի կողմից պահանջ եղավ թե ինչ ձևով պետք է ներկայացվի Այդ պահանջի կատարման համար մեղադրանքի կողմին նաև ժամանակ տրամադրվեց, որպեսզի ներկայացնի։